անդրադառնանք կենսաթոշակի հարցերին, նախ եւ առաջ հիշեցնեմ, որ 21-26 թվականների մեր կառավարության ծրագրով մենք թիրախ էինք սահմանել, որ կենսաթոշակի նվազագույն չափը մինչև 26 թվականը պետք է համապատասխանեցնել պարենային զամբյուղին, հաշվարկված համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, իսկ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին։ Այս թիրախին պարենային զամբյուղի մասով թիրախին մենք դեռևս 23 թվականին էինք հասել, ինչը շարունակել ենք 24 թվականին նաև, ինչ որ իմաստով նույնիսկ գերազանցել ենք նվազագույն ուրեմն կենսաթոշակը 24 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշով գերազանցել է պարենային զամբյուղի շուրջ 9.26%-ով։ Նվազագույն կենսաթոշակը այսօրվա պայմաններում 24 թվականի դրության պայմաններում 36,000 դրամ է, զինվորական ծառայության ստաժի 1 տարվա համար սահմանված չափը 1750 դրամ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը ֆունկցիոնալության խորը աստիճանի դեպքում 50,600 դրամ է, ծանր ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 41,400 դրամ եւ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար 38,000 դրամ։ Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 38,000 դրամ է, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ արկա ցերեկային ուսումնամ սովորող զավակի դեպքում 120,000 դրամ։ Ծերության նպաստի չափը, ինչպես եւ նվազագույն կենսաթոշակը, կրկին 36,000 դրամ է։ Հաշմանդամություն ունեցող մեր ուրեմն կենսաթոշակառու կամ նպաստների մասով անձանց դեպքում ուրեմն չափերը հետեւյալն են ըստ աստիճանների, խորության, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների, սկսվում է 39,000 դրամից, ծանրը արդեն խորը 39-ներ, ծանրը 37,000 եւ միջինը 36,000 դրամ։ Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրումից ի վեր բավական մեծ առաջընթաց ունենք, 24 թվականին լավարկվել է այս համակարգը, կիրառվող 10%-ի փոխարեն սահմանվել է 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը 5,000 դրամից դարձել է 6,000 դրամ։ 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետվճար է հաշվարկվել 289,813 շահառուի, իսկ մեկ շահառուի գծով ամսական միջին հետվճարի չափը կազմել է 3,596 դրամ, սրանք միջինացված տվյալներն են։ Միայն դեկտեմբերին 4,357 դրամ։ 23 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, որպեսզի համեմատենք, հետվճար հաշվարկվել էր ընդամենը 173,827 շահառուի համար, սրանք էլ էին իհարկե շատ լավ ցուցանիշներ, բայց ինչպես տեսնում եք 289,813 շահառուի համեմատությամբ մենք բավական մեծ առաջընթաց ունենք։ 24 թվականի դեկտեմբերը ներառյալ ծրագրով անկախի գործարքների ծավալը կազմել է շուրջ 184,4 միլիարդ դրամ, 23-ի համեմատության համար, որպեսզի պատկերը պարզ լինի, 69,7 էր 23-ին, շահառուներին վճարված ընդհանուր հետվճարի ծավալը կազմել է շուրջ 16,5 միլիարդ դրամ 24 թվականի համար, դա 25 միլիարդ դրամ էր 23 թվականին։ Ուզում եմ ասել, սրանք բավական մեծ ցուցանիշներ են նույնիսկ 23 թվականի համար, բայց 24-ին տեսնում եք, որ նույնիսկ եռապատկվել է մի բան էլ ավելին։ Կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ուրեմն բանկային քարտով արդյունքում այս մեր քաղաքականությունների եւ աջակցությունների հետ վճարի քաղաքականության 24 թվականի համար կենսաթոշակառուների թիվը կազմել է ավելի քան 577,000, այն դեպքում, երբ միջոցառման մեկնարկի ժամանակ 390,000 էր։ 24 թվականի վերջի դրությամբ հաստատված հայտերի թիվը սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնականային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրերի շրջանակում կազմել է 1990 ընտանիք, թիվը ըստ ընտանիքներն են դիմում այս աջակցության համար,
Հաշվի առնելով ծրագրի հանդեպ մեծ պահանջարկը 24 թվականի ընթացքում շահառուների թիվը ավելացվել է 400-ով, դառնալով 2400-ի։ Այս աջակցության մեխանիզմը սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման եւս մեծ հետաքրքրություն ունի մեր բնակիչների, քաղաքացիների շրջանում եւ ելնելով այս հետաքրքրվածությունից եւ շահագրգռվածությունից ծրագրին ընդհանուր առմամբ այն 80 սահմանամերձ գյուղական բնակավայրերին ծրագրին շահառու են դարձվել, ավելացվել են նաեւ Տավուշի մարզի մի քանի բնակավայրեր, Բաղանիս, Բերքաբերք, Իրանց եւ Ոսկեբարյան, Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրը եւ այստեղ տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները 24 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, եթե շինթույլտվություն են ստացել, կարող են դիմել։